Ողջույն հարգելի հետևորդներ, այսօր տաղավարում զրուցել եմ Արաբագետ, Երևանի Պետական Համալսարանի քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Հայկ Քոչարյանի հետ։ Բարև պարոն Քոչարյան, ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում։ Շնորհակալություն։ Պարոն Քոչարյան, հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Մերձավոր Արևելքում, շարունակում են այդ հետաքրքիր զարգացումները, թերևս սկսենք Սիրիայից, մանավանդ որ հետաքրքիր հայտարարություն է հնչել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփից, նա արաբական ծոցի երկրներ այցելության ժամանակ հայտարարեց Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման Վաշինգտոնի որոշման մասին, կխնդրեի բարձրաբանեք, թե սա ինչ է նշանակում եւ արդյոք Սիրիան բացվում է աշխարհի առջեւ։ Երեք շատ ընդհանրապես Թրամփի այցը Մերձավոր շատ հետաքրքիր տարբեր շեշտադրումներով թե քաղաքական տեսանկյունից, թե մշակութային կոմպոնենտներ, որոնք ուղեկցում են, դրանք առանձին երևի արժի խոսել։ Այո, անդրադառնանք։ Իսկ Սիրիայի պարագայում Թրամփը հանդիպեց Աշարայի հետ եւ հայտարարեց, որ սանկցիաները կանեն, բայց այդտեղ կարևոր է թե ինչ տեքստ էր ասում, որ լավ մարդ է, կարելի է վստահել, բայց դիմելով նրան ասում են հույս ունեմ կարող ես ամեն ինչ վերցնել քո տիրապետության տակ, որտեղ այս բանը այդ խնդիրը կա Դամասկոսում, Սիրիայում կենտրոնական իշխանությունները խնդիր ունեն վերահսկելու ամբողջ Սիրիան եւ կենտրոնացնել ուժերը, անգամ այն տարածքները, որոնք ֆորմալ թեորված են բանակային, նախկինում տարբեր ռազմական խմբավորումներ, որոնք մտադառել են բանակի տարբեր ստորաբաժանումներ, սրանք ոչ միշտ են, որ Դամասկոսից են հրահանգներ ստանում։ Շատ հաճախ ինքնագործունեությամբ են մանում կամ այլ դրսի կենտրոններից են ստանում եւ սա քանդում է ընդհանրապես այն պրոյեկտը, որը որ միտված են եւ փորձում են այս պահին ունենալ Մերձավոր Արևելքում եւ Թրամփի շեշտադրումները դրան էր ուղղված։ Դրսի կենտրոնից ներողություն ում կողմից։ Տարբեր, այնտեղ կա թուրքական, իսրայելական, այսինքն այլ խաղացողներ, որոնք տարբեր են, բոլորի մոտեցումները տարբեր են Սիրիայի ապագայի հարցում, բայց Թրամփը իր ամբողջն այցելության նաև տրամաբանության մեջ փորձում է ստեղծել մի տարածք, որտեղ հնարավոր է ոնց որ ինքն ասում ասել, առևտուր անել, տրեյդ անել, բիզնես անել։ Այսինքն ուզում է բացել բնականաբար Սիրիան իր ազդեցությունը, հա, ավելացնել։ Բնականաբար այստեղ երկրորդ կարևոր պահը թե ոնց ձևակերպվեց, ասած ես խոսեցինք եւ Ռիադի եւ Անկարայի միջնորդությամբ խնդրանքով այս սանկցիաները կանենք, այստեղ կարևորը տարածաշրջանում տեսնում ենք նաեւ Իսրայելի դուրսբերումը խնդրից, բարձրացնելով երկուսի դերը, ու եթե փորձենք հասկանալ այն հարթակները, որոնք ստեղծվել են բանակցային, կարելի է ասել, որ արաբական խնդիրներով արաբական աշխարհին հարցերով զբաղվելու ոնց որ նշանակվել են երկու հիմնական պատասխանատուններ, այդ Սաուդյան Արաբիան եւ Կատարն է մեծ հաշվով, որտեղ էմիրությունն էլ կա, բայց դեռ փորձ են անում, որպեսզի ավելի ուրիշ կարգավիճակի հասնեն, ինչը կարող է հետագայում ստացվի, եթե նայենք, եւ կա Թուրքիան, որ զբաղվում է ավելի մոտ, այսպես ասած, Սևծովյան ավազանի խնդիրներով, ռուս-ուկրաինական եւ այլն։ Այսինքն, գիտեք, այս մանավանդ Թրամփի հայտարարությունը շատ ճիշտ նկատեցիք, սա նաև նշվեց, մանավանդ որ հանդիպեցին, հա, Սաուդյան Արաբիայի հարկի տակ, թագաժառանգ ընդունեց նաև Էշարային, եւ հենց Էշարայի առաջին այցն, եթե չեմ սխալվում, հենց Սաուդյան Արաբիայի, այլ ոչ թե Թուրքիա, այս շատերը կարծում են, որ սրանով Սաուդյան Արաբիան ձեռնոց է նետում Սիրիայի իր ազդեցության տեսանկյունից Թուրքիային, կամ որ նաև փորձում գերիշխող դիրք գրավել կա նման բան, մանավանդ հաշվի առնելով ֆինանսական շահերը եւ ինչ օգուտներ է հետապնդում Սաուդյան Արաբիան։ Նայեք, տեսեք, ֆինանսական մասով ինչ որ մեկը պետք է ներգրաված լինի եւ այսինքն զբաղվի ֆինանսական հարցերով, այսինքն այն ճգնաժամը, որ կա Սիրիայում, երկրի տնտեսությունը չկա եւ այսինքն պատերազմական երկար տարիներ եւ այլ, այսինքն բերել են վիճակի, որ պարտքեր շատ են եւ տնտեսությունն էլ չկար եւ մեկ պետք է ֆինանսավորել։ Այդ ֆինանսավորումը արաբական ծոցի երկրներն են, հիմնական Սաուդյան Արաբիան եւ Կատարը, որոնք փակեցին նաեւ համաշխարհային բանկի պարտքը սիրիական
Թուրքիան ստեղ դեմ չի, որտեղ Թուրքիան ինքը չունի այդ ռեսուրսները ֆինանսական միջամտելու, բայց պետք է մոռանալ, որ այդ գետնի վրա ռազմական զինված խմբավորների զգալի մասը դեմ չի նաև Թուրքիայի ծրանք ստանալու։ Այսինքն ստեղ բալանսավորվում են տարբեր գործիքներով ազդեցությունները, բայց տնտեսական տեսանկյունից վերականգնված աշխատող տնտեսություն, որը նաև անվտանգային մեխանիզմներ կարող է առաջարկել, Թուրքիային պետք են Սիրիան, որտեղ դա հարևանությամբ այդ նշանակում բոլոր այն ուժերը, որոնք զբաղված էին ոչ տնտեսության մեջ, հիմա կարող են վերադառնալ տնտեսության մեջ զբաղվել տարբեր գործառույթներ, ինչը կնվազեցնում է նաև այդ գաղթյալների խնդիրները, միգրացիայի խնդիրները, որոնք կան եւ այստեղ դամաստեղ մեծ հաշվով շահերի բախում չկա, պայմանավորություն կա, ազդեցության ոլորտի բաժանման եւ մեխանիզմները գործիքներ, թե ով ինչով է կարողանում միջամտել Սաուդյան Արաբիան այսօր կարող է այդ ֆինանսական ռեսուրսները ունի, աջակցում են Կատարը ունի, Էմիրություններն էլ են ակտիվացել եւ միջամտում են, այսինքն կարողացան նաեւ հասնել նրան, որ պայմանագիր կնքեցին օրինակ Էմիրությունները, որ Տարտուսի նավահանգիստը, Դուբայ պորտը, կազմակերպությունը, այսինքն շահգործման է վերցնում։ Իսկ ծոցի երկրների հենց շահագրգռվածությունը որն է, զուտ տնտեսական հոգուտներ։ Ինչու՞ չէ, քիչ է, շատ բավականին շատ է, որտեղ այսինքն կա մի տարածք, որտեղ ահռելի մեծ կոպս կա եւ ահռելի մեծ գումարներ են, եթե սանկցիաները ի վերջո հաջողվի հանել, բավական մեծ գումարներ են հոսելու։ Եվ ստեղ նոր այսինքն ով եկավ վերակառուցման գործընթացին մասնակցեց, երկար տարիներ ազդեցություն ունենալու են այդ երկրում։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ բայց մյուս կողմից էլ հա ձեր ասելով ոնց որ Թուրքիան չի անհանգստացնում ծոցի երկրների ներգրավվածությունը Սիրիայում, որովհետև այդ ռեսուրսը չունի, թե ի վերջո ազդելու է նրա դիրքերի վրա Սիրիա։ Լավ, այսպես մի բան պատկերացնենք, ֆինանսական մասը գալիս է, ֆինանսավորումը ծոցից։ Շինարարները ովքեր են լինելու։ Այսինքն թուրքական հիմնական թուրքական չինական հիմնական կլինալ խաղացողները բնականաբար, բայց սա Թուրքիան էլ է պետք, չէ՞։ Համագործակցություն։ Համագործակցություն է, այսինքն Սաուդյան Արաբիան շինարարական բրիգադներ չի ուղարկելու։ Դա ֆինանսավորողն է, որից գալիս է ազդեցությունը, մնացածը մերի շահով Թուրքիան է դուրս գալու։ Շատ լավ, խոսենք այլ մյուս թեմայի մասին, որի մասին դուք հիշատակեցիք եւ շատ կարեւոր է, խոսքը հենց Պարսից ընդհանրապես արաբական ծոցի երկրներ Դոնալդ Թրամփի այցի նշանակության մասին է, այցել է Սաուդյան Արաբիա, Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ կնքվեցին բազմամիլիարդանոց կոնտրակտներ։ Սա ինչ է նշանակում այս այցի խորհուրդը, սա նոր փուլ է ծոցի եւ Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում եւ որպես հավելյալ հարց ես նկատեցի որ Իսրայել չայցելեց, այսինքն չայցելեց։ Սա պատահականություն էր, թե սա մեսիջ էր։ Սա խոսում է վերջի արդյունքն, որ Իսրայելը կոնկրետ Թրամփը, որքան հասցրել ենք տեսնել, շատ պրագմատիկ իր բիզնես տրամադրվածությամբ եւ այն ոճով, որով աշխատել է ողջ կյանքում, նման քաղաքականություն է կան, այսինքն նա չի պատասխանում երկար խոսել մի բանի շուրջ, երկար բանակցել։ Իսկ իսրայելական խնդիրը շատ լուրջ խնդիր է իր համար, գլխացավանք է, որտեղ անընդհատ խոչընդոտներ են ստեղծում։ Եթե այսինքն որպես դաշնակից ունեք մի կողմից Իսրայել, որը անընդհատ ինչ-որ բան է պահանջում, եւ մեկ էլ հայտնվում է ծոցի միապետությունը, որոնք այն բանել տալիս են։ Իսկ այստեղ այդ կոմպոնենտն է կա, երկրորդ մասը, որ կարևոր է, տեքստերը, որոնք արտաբերեց Թրամփը այդ հանդիպումներին, որոնք շատ իմ կարծիքով փոխում են ընդհանրապես ստեղծված հարաբերությունները, նա ինչ էր, որ ասեց, որ դուք ճիշտ եք, դուք լավ եք արել, դուք ձեր արժեքները պահել եք, այն նեոկոններն ու լիբերալները ձեզ գալիս են բան էին սովորացնում, բայց տեսեք ինչ լավ երկիր եք սարքել։ Այսինքն լրիվ ուրիշ արժեքներ են քարոզվում, բայց այդ ամբողջը միևնույն ժամանակ շատ հաճելի էր ոչ միայն այդ քաղաքական էլիտային, որ նստած էր լսում էր, այլ նաև արաբական փողոցին էլ դա հաճելի է, այսինքն Թրամփը դառնում է նաև ընդունելի, սիրելի նաև այդ արաբական փողոցին, դա շատ հետաքրքիր տրանսֆորմացիա տեղի ունենում եւ
միլիարդանոց պրոյեկտներից խոսեցինք, հայտարարած շատ ահռելի մեծ գումարների մասին էր խոսքը, բայց ռեալ որ նայում եք ստորագրված 200 միլիարդ միտեղ էր, ասենք տրիլիոնների հասնող միլիարդներ, տրիլիոնների հասնող գումարների մասին էր, բայց միլիարդներից խոսենք։ Հա, միլիարդներ 200 միլիարդ կատարետ էր կարծեմ 200 քանից Էմիրությունների եւ Սաուդյան, այսինքն մի հետ կարգի գումարների մասին էր ամեն երկրի, մնացածը երկարաժամկետ պրոյեկտների մասին։ Եթե խոսենք 16 նախորդ ընտրությունների ժամանակ Թրամփին, այն ժամանակ էլ եղան այդպես խոստումներ, որոնք բնականաբար այսինքն այդ ընթացքում չիրականացվեցին, այստեղ էլ կարող են չնե, բայց այստեղ մի հանգամանք կա, որ ծոցի էլի քաղաքական վերնախավը Թրամփին ճանաչում են եւ շատ հաճախ ունեն նաեւ բիզնես հետաքրքրություններ անձնական իրար հետ եւ սա ավելի շատ նման էր բիզնես գործընկերոջ ընդունման բարձր պետական մակարդակով, այս որ թե վիզուալ տեսանը նայեք թե ոնց են դիմավորում, որտեղով ինչ էր ուզում փորձեր ազդել, այսինքն Էմիրություններում անգամ եղավ այդ կանանց մազերով պարը, որ դիմավորում էին։ Դե դա ինչ է նշանակում, շատերի զարմանք հարուցեց։ Չէ, դա հինտ ավական մշակույթի ծոց, այդ պարը կոչվում է բան, խալիջի, որի մի կոմպոնենտը այդ մազերով պարն է, հենց այդպես կոչվում է մազերով պար։ Դա ըստ բան նախ իսլամական ժամանակներից է գալիս եւ վերջի շրջանում դա եղել են փուլեր, որ արգելվել են, բայց վերջի շրջանում Էմիրությունները դա որպես իր մշակութային ժառանգության մի մաս է տիրաժավորում եւ մտցրել է պահպանման։ Հյուրին պատվելու բան։ Այո։ Շատ լավ, խոսեցիք հիշատակեցիք Իսրայելի գործոնի մասին, մանավանդ կուզեմ հարցնել, արդյոք հակասություն կա Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միջեւ, որ նաեւ այս չկատարվեց եւ թեպետ շատ է խոսվում հակասությունների մասին, եւ նաեւ այն, որ դուք նշեցիք, որ շեշտեց Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի գործոնը Սիրիայում, ասենք Դոնալդ Թրամփը, բայց ոչ Իսրայելի գործոնը, բայց բարձր եւ այնպես էր զարգացում էր, որ Բաշար Ասադի իշխանության անկումից հետո բացառեն Իսրայելը նույնպես հավակնություններ ուներ եւ Թուրքիայի հետ հակամարտության մեջ է։ Սա ինչու արվեց կամ ինչու Միացյալ Նահանգները չի տեսնում Իսրայելը Սիրիայում։ Ես չի ասի չի տեսնում, պարզապես այս երկու Իսրայելը եւ Թուրքիան տարբեր պատկերացում ունեն, թե ինչ Սիրիային ուզում տեսնել, ինչ կոնֆիգուրացիայով sense ասենք։ Դա երկուսն ուզում են իրենց վերահսկողության տակ թույլ Սիրիա լինի առնվազն, որը որ հնարավորություն չունենա վտանգ ներկայացնի, բայց մեկը տեսնում ամբողջական Թուրքիան ամբողջական իր բանում, մյուսը տեսնում է ֆրագմենտար Իսրայելը ֆրագմենտար վիճակում թուլությունը։ Այստեղ Միացյալ Նահանգները կարծես թե ավելի հակված են ամբողջական Սիրիայի տեսլականին, այստեղ հակասություններ կա իսրայելական պատկերացումների հետ։ Բայց մեծ հաշվով լարվածություն կա իսրայելա-ամերիկյան հարաբերություններում, բայց ոչ ավելին։ Լարվածություն, որը շատ հավանական է տարբեր գործընթացներ, որոնք գնում են, այդ կարող են հանգեցնել բանակցային process-ը սա էլ։ Կարող է ամեն իրավիճակը ամեն վարքյան փոխվել, եթե հաշվի առնենք, որ երևի Թրամփն էլ խոստովանեց, որ Իտալիան եզակի առաջնորդներից է, որի հետ շաբաթը 1-2 անգամ խոսում է հեռախոսով։ Շուտ նման թիվ ասեց, այսինքն շատ հաճախակ են շփվում։ Բայց Իրանի հարցում շատ են խոսում, որ կարծիքները միանգամից Իրանի հարցում այլ է, առնվազն հայտա Իսրայելը կողմ է ուժային լուծման, խնդրի, իսկ Թրամփ իր քաղաքականությամբ փորձում է ընդհանուր բանակցային դաշտում պահել խնդիրը եւ վերջի մի քանի զարգացումները ցույց են տալիս, որ բոլորս եթե նախկինում համաձայնեցում էր Իսրայելի հետ կամ Իսրայելն ներգրաված էր որոշակի հարցերում բանակցություններում, թե իրանական ուղղությամբ, թե հուսիների, թե Համասի հետ անգամ Գազայի հետ կապված ամերիկացիները ուղիղ են խոսում։ Խզում կա թե զուտ հակասություն տարաձայնություն։ Տարաձայնություններ կան, որը կարող է իմ կարծիքով բերել նրան, որ թույլատնի նաև Նետանյահուի իշխանությունը երկրում, որտեղ դժգոհությունը դեռ աճում է մեծանում, որ բոլորն են հասկանում, թե Միացյալ Նահանգների աջակցություն չկա ռազմական տեսանկյունից, դժվար է
Նեթանյահուի դիրքերը չէ, ընդհանրապես Իսրայել պետության պրոյեկտն է դժվար լինում պահպանել, որտեղ դա թե տեխնոլոգիաների, թե ռազմական ներհոսք անդադ պահանջող պետություն է, ինչը նաև սա երևի խնդիր է, որ Տրամպը չի սիրում փողեր տալ, միգուցե դրա համար նաև փորձում են ստեղծել, իսկ տեսնում է բանակցային process-ով խաղաղ մերձավոր արարք ստեղծել, որը այդքան ռեսուրս պետք է չքաշի, այլ թակարակը ստեղծի նոր հնարավորություններ առևտրի, այսինքն մի տարածք, որտեղ հնարավոր է առևտրանը, որ ինչ սիրում ամեն ինտերվյու որ բացեք, այդ կա, որ եթե կարելի է բիզնես անել, ինչի կռիվ անենք։ Այսինքն Իսրայելը այս դեպքում բացառություն չի Միացյալ Նահանգների համար եւ այդ նույն սկզբունքը տարածվում բոլորի վրա։ Գանք հաջորդ հարցին, թեմային, որի մասին կուզեի ձեզ հետ խոսել, խոսքը Աբրահամյան ակորդների մասին է, ըստ լսեցիք, որ Միացյալ Նահանգների նախագահային հատուկ ներկայացուցիչը առաջարկել է Հայաստանին եւ Ադրբեջանին միանալ Աբրահամյան ակորդների համաձայնությանը, դա եթե կարճ Իսրայելի եւ ծոցի մի քանի երկրների միջև համաձայնություններ ենթադրում տնտեսական կապերի հիման վրա, բայց կուզեմ հարցնել սա որքանով է վերագրելի մեր դեպքը, մեր քեյսը, այսպես ասած, մանավանդ որ ինչպես ինձ է թվում, Աբրահամյան ակորդների կոնտեքստը Գազան է, այսինքն Գազայի խնդիրը շրջանցելով տնտեսական կապերի ընդլայնումը, եւ ինչու՞ չէ նաեւ Իրանի դեմ ինչ-որ կամ Իրանից ունեցած ինչ-որ մտահոգությունների հաղթահարում։ Մենք ինչ կապ ունենք սրա հետ։ Իրեք ճիշտ է, Աբրահամյան համաձայնագրերը սկսվեցին որպես Իսրայելի հետ հարաբերության պրոյեկտ առաջի նախագահության ընթացքում։ Բայց այսօր դա տրանսֆորմացվել է, դա Իսրայելի հետ կապ չունեցող process է։ Այսինքն ընդհանուր, եթե փորձենք կարծեվակերպենք, երբ որ ասում են Աբրահամյան համաձայնագրի, նկատում են այդ անկոնֆլիկտ, խաղաղ աշխատող մի միջավայր։ Այսինքն եւ կոչը ու մերձավոր արևելքի հետ աշխատելու։ Եվ այդ հայտարարությունը հնչեց, դա խոսում են մասին, որ Միացյալ Նահանգները Հայաստան ու Ադրբեջան դիտարկում են ընդհանուր մերձավոր արևելքի կոմունիկացիոն տարածքի մեջ եւ որպես էլի միտեղ, որտեղ կա խնդիր չլուծված հակամարտություն, փորձում են այդ ճնշում գործադրել այդ խնդրին հասնելու, միացնելով Աբրահամյան համաձայնագրերի հայտարարությունը դա է նշանակում, որ եկեք ստեղծենք մի տարածք, եթե ուշադրություն դարձնենք, որ երկրներն են միանում եւ որոնք են պոտենցիալ սպասում իր հերթին, իսկ միտեղ դա Պաղեստինի հարցն է, Սաուդյան Արաբիան արկախվում է միանալը, որը Տրամփ ազդեցությունն է առաջիկայում կտեսնենք, կամ այն ժամանակ, երբ որ դες հարմար կլինի, կմիանաք այդ համաձայնագրին սաուդացիներին ասեց, ստեղ էլ առաջարկություն անում, որ լուծեք այդ, այսինքն ստեղծեք մի կոնֆլիկտազերծ կայուն իրավիճակ, որտեղ հնարավոր կլինի, որ աշխատեն կոմունիկացիաները։ Բայց եթե ուզում է իր հովանավորությամբ Երևան ու Բաքուն գան համաձայնության, ինչ կարիք կա միանալու, որ իրենք միանան, կողմերը միանան Աբրահամյան համաձայնության։ Եթե բան անենք, դա ավելի շատ արդեն ձևավորվում է որպես Տրամփի արտաքին քաղաքականության տեսլականը մերձավոր արևելքի եւ ընդհանրապես կոնֆլիկտային գոտի համար, այսինքն սա դառնում է արդեն ոչ թե այն նախնական պրոյեկտը, որը կապված է Իսրայելի հետ, այլ չէ, պետք է առաջարկություն այս բանի նույն բիզնես տրամաբանության մեջ շատ նման է անել առաջարկություն, որից դժվար է հրաժարվել, որտեվ շատ բաներ չկան հավասարակշռող մեխանիզմներ, դա համար ստեղ հնչել է դա, հետո դա հնչել է նաև զուգահեռ ուկրաինական գործընթացին, որը պետք է տեղի ունենար Ստամբուլում, չէ՞, կալվում էր այլ մասնակցություն, այլ ունեցանք ներկայացում։ Իսկ սրանք ընդհանուր է պետք դիտարկել եւ ընդհանուր այդ համաձայնությունը, որ սա ընդհանուր տարածաշրջանում խաղաղություն եւ աշխատող ճանապարհներ, կոմունիկացիաներ ունենալու մասին է խոսքը։ Որքանով որ կոմի վրա կազդեն կամ արդյոք նրանք ուզում են դեռ Երևա հաջորդ թիվ այդ իրենց հովան ներկայան ուզում վերցնեն, թե պարզապես նշանակված տարածաշրջանային խաղացողները կարող են վերահսկել գործընթացը, այսինքն սրանք զարգավոր այսօրվա Միացյալ Նահանգների գործողությունը կարծեք թե ցույց է տալիս, որ նրանք անմիջապես չեն ուզում գալ, նրանք ոնց որ պատվիրակում են ըստ գոտիների,
տարածաշրջաններում խաղացողներին իրենց հարցերը լուծելու։ Այսինքն սա ինչ որ հարց չի, հա, որ մենք պետք է լրջորեն մտածենք, որոշում կայացնենք։ Մտածել, բայց պետք է հասկանալ արդեն քաղաքական մակարդակում թե երբ որ դա ասում են, ինչ են հետո ասում։ Ինչա դրա տակ հասկացա։ Դա չի հրապարակվում, դա մենակ բանակցողները եւ քաղաքական իշխանությունները Հայաստանի գիտեն թե ինչ են իրենց հետ խոսում։ Շատ լավ, բայց մյուս կողմից էլ Աբրահամյան ակորդների այդ համաձայնությունները իրենք չէ խնդիր ունեն գործարկվելու եւ գործարկվելու մանավանդ Գազայի ճգնաժամի պայմաններում, այսինքն նշի որ այդ համաձայնությունները իդեալական գործում են, մանավանդ էլ որ տեսնենք որ Իրանն է իր կապերը ընդլայնում նույն ծոցի երկրների հետ։ Չէ, տեսեք, այնտեղ եթե խոսենք կոնկրետ ստորագրած էմիրությունները ստորագրել են, Բահրեյնը ստորագրել է, այսինքն նորմալ հարաբերություն կան, ապրանքաշրջանություն կա, այսինքն ինչ որ բազդոկտ կա, որի շուրջ աշխատում են Իսրայելի հետ, Գազայի խնդիրը կա, որի հանդեպ կա դիրքորոշում, որը հայտնում են։ Նույնն էլ կարող է ստեղծել, այսինքն դա չի սահմանափակում հնարավորությունը դա դաշինք չի ինչ որ մեկի դեմ, ասենց ասեմ, իր ֆորմատով, համագործակցության տիրույթ համաձայնությունն է, որ Թրամփյան լեզվով ասած կռիվ չենք անում, առևտուր ենք անում։ Համագործակցության ինչ որ հարթակի պես։ Շնորհակալություն զրույցի համար, պարոն Քոչարյան։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի Արաբագետ Երևանի պետական համալսարանի քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Հայկ Քոչարյանի հետ։ Շնորհակալություն, կհանդիպենք։